Հեսա դրությունները ինչ impeachment, ինչ փողոցային պայքար։ Հանրապետականի impeachment-ի գործընթացը նորից թեժացնում է, Եվ ԿՊ-ի падգամավորների հետ այն զրույցը։ Գիտեմ Նարեկ ջան, բայց չի ընտրություններից առաջ, ընտրություններին 6 ամսից առաջ, եթե ես չեմ սխալվում, օրենքով էլ չի թույլատրել։ Եւ մենք փողոցով եւ Հա, բայց հանրապետականները, չգիտեմ, ասենք 400 հոգի մարդ չունեն, իրանք ընտրություններին մասնակցեն, իրանք ինչ impeachment անեն։ Այսինքն կասկածում եք, որ չի ստացվի ժողովրդին փողոց դուրս տանել, պարոն Սիմոնյան։ Դե impeachment-ի զուգահեռ գործընթաց են համարում փողոցային պայքարը, դրա համար եմ հարցնում։ Իրենք դուք կասկածներ ունեք, որ մարդիկ դուրս կգան փողոց եւ ձեզ Այ ես էլ չգիտեմ իմաստը որն է, ես չգիտեմ հիմա ասենք, ես անընդհատ զարմանում եմ, թե այդ մարդիկ ոնց են տասնամյակ շարունակ երկիր ղեկավարել, այս խելքով որ ունեն, այս անկեղծ զարմանում եմ, այո, թող սկսեն։ Բայց ասում են ԿՊ-ի падգամավորների հետ եւս կան քննարկում։ Ասում եմ, ռեժիմը խոճապի մեջ է։ ԿՊ-ի բազմաթիվ падգամավորներ գնացել են, այլ հարցեր, լուրջ հարցեր կան։ Սիմոնյան կարելի է ընտրակեղծիքների մասին, որ արդեն սկսել են ընտրակեղծիք։ Հանրապետականը խոսել է ընտրակեղծիքների մասին։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը խոսել է ընտրակեղծիքների մասին։ Հանրապետականը, որը ընտրակեղծիքների համար ձեր իշխանության օրոք որևէ մեկը չի դատվել, այդ հանրապետական կուսակցություն, որ ճիշտ պնդում ես անում, որ որևիցե մեկը չի դատվել, բայց ընտրական process-ներ եղել են 2021-ին եւ 2019-ին, եթե չեմ սխալվում, այլ ոչ թե հանրապետականի ժամանակ։ Իսկ այն ժամանակ ինչի հարցը նենց է տալի, ոնց որ ինչ որ մեկի մոտ տենց կասկած կա, հա, կոմոդ կասկած կա, որ միջև բա ուրենը այլ հարցակ խոսանք հեսա, բայց կոմոդ կասկած կա անձամբ, որ միջև այդ ընտրություններում օգտագործվել է կեղծարարություն եւ ընդհանրապես այդ բան ինչ որ մեկի մոտ կասկած կա։ իշխանություն, որ կաշառքի հետ կապված իմ մոտ կասկածներ չլինեն, պարոն Սիմոնյան։ Ես քեզ առաջարկում եմ քեզ հրավիրես ֆակտորի տաղավար հարցազրույց վերցնես, կարծում հետաքրքիր կլինի։ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Մեղրիի հարցով խիստ տագնապներ ունի։ Ձեր թոշակ բարձրացնելը ժուլիկություն է։ Ընտրություններն արդեն վաղուց է կեղծվել, եւ այս ամենով հանդերձ բնականաբար դուք չպետք է լինեք այլևս իշխանության։ Ես առաջարկում եմ Սերժ Սարգսյանը հաճախ հարցազրույց տա եւ մասնակցի ընտրություններին, եթե կարող է։ Սերժ Սարգսյանին որպես քաղաքական անցյալ եմ վերաբերվում, Սերժ Սարգսյան քաղաքական գործիչ, քաղաքական դաշտում գոյություն չունի, չի կարող ունենալ, այդ մարդը մերժված է, մերժված մնալու է պատմության մեջ, ինքը մերժվածն է։ Ես մերժվածների հետ կապված հիմա абսուրդ բանը, impeachment, Մեղրի, ինչի մասին է խոսում։ Ինչ է ասում թրիպի։ Մեծ տագնապներ ունեմ եւ մասնավորապես հիշեցնում է ճանապարհի լայնը։ Թող Վալերյան կախմի մեզ տագնապ։ Պարոն Սիմոնյան, Ռոբերտ Քոչարյանն էլ կարծում է, որ Հայաստանը ստեղծված իրավիճակից ամենալավը ինքը կարող է հանել, իր վերջի ասուլիսում ասել էր, որ ամենալավը ես կարող եմ ղեկավարել այս երկիրը։ Սա առաջին հարցը եւ երկրորդը տարբեր փորձագետներ նշում են, որ ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում ԿՊ-ն իրապես քարոզարշավ է իրականացնում, դեռևս նախընտրական քարոզարշավը չսկսված, ասում են գնում են մարզեր, փորձում են ընկած վարկանիշը բարձրացնել։ Ռոբերտ Քոչարյանը թող նախ կարողանա Հայաստան խմբակցությունը ղեկավարի, նա չի կարողանում ղեկավարել եւ ակնհայտ է, որ Հայաստան խմբակցությունը չի ղեկավարվում իր կողմից, այնտեղ դաշնակցությունը վերցրել է իշխանությունը եւ մնացածը ուղղակի սատելիտ են։ Եվ Ռոբերտ Քոչարյանը ղեկավարելու մասին թող չխոսի, որովհետև ես հասկանում եմ հիմա շատ մարդիկ մոռացել են Ռոբերտ Քոչարյանը իր ղեկավարման տարիներին ինչեր է արել, բայց ասենք ով Քոչարյանը թող ղեկավարման մասին չխոսի, Քոչարյանը այլ բան ունի անհանգստանալու, հաջորդ պարլամենտական ընտրություններին ինքը հատելու է շեմը դաշնակցության հետ եւ հայտնելու է պարլամենտում թե իր ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը, որը որ հայկական դաշտում կա, այլ կուսակցություններ են վերցնելու իմ տվյալներով, իմ ինֆորմացիայով միանշանակ այդ խնդիրը ինքը ունի եւ այն ռեսուրսը, որը որ այն ընդդիմադիր Հայաստանի Հանրապետություն կան ինչ-որ մարդիկ, որոնք ընտրում են իշխանություն եւ կան մարդիկ, որոնք ընտրում են ընդդիմություն, հա 2021 թվականին 21%, եթե չեմ սխալվում, ընտրեց Ռոբերտ Քոչարյանին եւ Հայաստան Դաշինքը, այսօր ակնհայտ է, որ հաջորդ գալիք ընտրություններին այդ 21%-ի առույցի բաժինը այլևս
Քոչարյանին ձայն չի տալու եւ իր ձայնը տալու է այլ ընդդիմադիր կուսակցությանը եւ սրա մասին Ռոբերտ Քոչարյանը շատ լավ գիտի, դրա համար ասուլիս է տալիս եւ իրեն առաջարկում է որպես վարչապետի տեխնացու, չեմ բացառում, որ իր անձի շուրջ էր, որ խոսում է անձը նայենք ռեյտինգը եւ այլը, ինքը կարող է եւ տենց հավակնություններ ունենա, բայց ինքը պարլամենտ անցնելու խնդիր ունի, հենց թող նա դրանով զբաղվի, նոր Իսկ երկրորդ հարցի վերաբերյալ տեսեք, ես այնուամենայնիվ ինչ որ քաղաքական գիտելիքներ ունեմ, չէ, ինֆորմացիա ունեմ, ես վստահ եմ, որ 2-3 ընդդիմադիր ուժ կարող են հատել անցողի քշեմը, որոնցից երկուսը ակնհայտ կամ չեն հատելու կամ դժվարությամբ են հատել, այսինքն լինելու է մեծ որևիցե ուժ, դա արդեն ընտրարշավը ցույց կտա։ Կարծում եմ, որ կամ այս նոր ստեղծված մեր ձևով տարբերակն է, կամ Ծառուկյանի տարբերակն է, իրանք երկուսով են մրցելու առաջին ընդդիմադիր ուժ լինելու համար։